Պուտինը պաշտոնական այցով Չինաստանում էր, ինչ արդյունքներ կան։ Նախ, Պուտինի ու Շիի միջև, այսպես ասած, բրոմանս էր, Պուտինի ընդունելության բոլոր արարողությունները սիմվոլիկ առումով շատ շքեղ էին կազմակերպված։ Բանակցությունների ժամանակ Պուտինը դիմելով Շիին օգտագործեց հին չինական ասացվածք. «Չենք տեսնվել մի օր, բայց կարծես 3 աշուն անցած լինի», իսկ Շին Պուտինին նվիրեց իրենց երկուսի մեծ դիմանկարը։ Պուտինին նա դիմում էր որպես մտերիմ անձնական ընկեր, կազմակերպվեց նաև թե խմելու երեկույթ, ինչը չինական մշակույթում շատ կարևոր է։ Այցի ընթացքում կողմերը ստորագրեցին շատ տարբեր ոլորտներում համագործակցության ավելի քան 40 փաստաթուղթ, բայց դրանց մեծ մասը փոխըմբռնման հուշագրեր են։ Ստորագրվեց մի շատ կարևոր փաստաթուղթ, կոչվում է «Բազմաբևեռ աշխարհի և միջազգային հարաբերությունների նոր տեսակի հաստատման մասին հռչակագիր»։ Սա կոնցեպտուալ փաստաթուղթ է, որի հիմնական գաղափարը հետևյալն է. աշխարհն այլևս միաբևեռ չի, չկա մեկ հեգեմոն։ Չինաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես նոր ձևավորված բազմակենտրոն կամ բազմաբևեռ աշխարհի լիդերներ։ Օրինակ, Շին ասաց. հեգեմոնները փորձում են վերականգնել ջունգլիների օրենքները, բայց Ռուսաստանը և Չինաստանը որպես պատասխանատու համաշխարհային տերություններ կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունը, միջազգային արդարադատությունը և թույլ չեն տա, որ պատմությունը հետ շրջելու ցանկացած փորձ տեղի ունենա։ Յուրի Ուշակովը, որը Պուտինի շրջապատում շատ կարևոր դեր ունի, խոսեց Պեկինի ոգու մասին, ինչը միանգամից հակադրվեց Ալյասկայում Պուտինի ու Թրամփի միջև տեղի ունեցած հանդիպմանը։ Պուտինը նաև հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է էներգետիկ մատակարարումը Չինաստանին։ Բայց Ռուսաստանի համար շատ կարևոր Հյուսիսի ուժը 2 գազատարի մասին կարծես թե դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, ամեն դեպքում Պեսկովը հայտնեց, որ որոշ քննարկելու հարցեր են մնացել։ Այս գազատարը Սիբիրի գազի հանքավայրերի և Չինաստանի Սինձյան ինքնավար շրջանի միջև նախատեսվող շատ խոշոր գազատար է։ Եթե ամփոփենք, Չինաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, համենայն դեպս սիմվոլիկ առումով սա հստակ է, բայց գործնականում չեն ընդունվել այնպիսի որոշումներ, որոնք որակապես շատ կազդեն երկու երկրների նյութական իրականության վրա։ Անպայման բաժանորդագրվեք, լայքեք, գրեք ձեր կարծիքը։ Մինչ